Հարուզը սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 7-ն է, երեկ չստացվեց պատրաստել հաղորդում։ Երեկ մեր մոտ Սուրբ Գևորգն էր նշվում, Վրաստանում երկու անգամ տոնում են Սուրբ Գևորգի տոնը, մեկը նոյեմբերն է եւ մեկը մայիսի 6-ը անփոփոխ տոն է։ Հայրս նույնպես նշում են, բայց մեր հայկական առաքելական եկեղեցում եւ մեծ տոնախմբություն է փաստացի, դրա համար հիմնականում մասնակցում են մեր շրջանի հայերը տոնախմբություններին եւ սովորության համաձայն բոլորը չեն աշխատում։ Հիմնականում արգելվում է աշխատել, նույնիսկ ժողովրդի մեջ ասվում է ծառատոն հնուց եկած է եւ եթե ինչ-որ մեկը աշխատի, կարող է նույնիսկ վնասվել։ Հատկապես հղի կանայք չպետք է աշխատեն, ճիշտ ասած հոգնած էի եւ տարբեր մատուռներ Սուրբ Գևորգի եկեղեցիներ այցելելով պարային մշակութային միջոցառումներին մասնակցելով չստացվեց երեկոյան արդեն պատրաստել հաղորդում, բայց այսօրվա հաղորդումը սիրելի հայրենակիցներ շատ կարեւոր հաղորդում է, քանի որ ոչ միայն Հայաստանից ենք խոսելու, բայց Հայաստանից էլ շատ բան կա խոսելու, այլ խոսելու ենք նաև Իրանից եւ Ուկրաինայից, ռուս-ուկրաինական պատերազմից, այնտեղ շատ լուրջ սրացում է տեղի ունենում, երկու կողմից լուրջ սպառնալիքներ, բոլորը շունչը պահած սպասում են մայիսի 9-ին, թե ինչ տեղի կունենա Ուկրաինան կահարվածի շքերթի ժամանակ Ռուսաստանի Դաշնությանը, այսինքն շքերթին հարված կհասցնի Ուկրաինան, թե չէ, ինչ անելու Ռուսաստանը, քանի որ Պաշտպանության նախարարության մակարդակով, արտգործ նախարարության մակարդակով, նաև Սախարովայի հետո մակարդակով հայտարարեցին, որ շատ վատ կլինի Կիևի համար, կոչ արեցին, որպեսզի դեսպանները արագ լքեն Կիևը եւ ասացին, որ մենք հարված կհասցնենք որոշումներ կայացնելու կենտրոնին Ուկրաինայի, այսինքն այդ հարցերին ենք մենք հիմա անդրադառնալու, Իրանից էլ կա խոսելու, փորձենք գլուխ հանենք նրանից ինչից դժվար է շատ գլուխ հանել, այսինքն ինչ իրավիճակում է հիմա գտնվում Ամերիկայի եւ Իրանի միջև այս հրադադարը։ Պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել, կան տարբեր հայտարարություններ Դոնալդ Թրամփի կողմից, բայց այդ հայտարարությունները մեզ սովորեցրել են մեկ բան, որ պետք չի 100%-ով վստահել Թրամփի բոլոր հայտարարություններին։ Կխոսենք մանրամասն այդ մասին։ Նախքան հաղորդումը սկսելը սիրելի հայրենակիցներ կոչ եմ անում անպայման լայքել, բաժանորդագրվել մեր ալիքին, դա չափազանց կարևոր է, որպեսզի մեր այս հաղորդումը արագ ձևով կարողանա տարածվել եւ ավելի շատ մարդիկ տեսնեն։ Մենք շփոթեցինք Մակրոնի այցից Գյումրի, բավականին տպավորիչ էր, շատ ջերմ մթնոլորտում տեղի ունեցավ այդ համերգը։ Մենք նաեւ ամենուր տեսնում էինք, թե որքան խորը ջերմ լավ հարաբերություններ ունեին Ֆրանսիայի իշխանությունները Հայաստանի իշխանությունների հետ, փաստացի ամենտեղ անբաժան էին Հայաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարները ու դրանից բացի ժողովուրդն շատ արագ եւ ջերմ արձագանքում էր, չափազանց կարևոր էր դա։ Ինքը նաեւ հիշեց, Մակրոն նաեւ հիշեց 1988 թվականի կործանարար երկրաշարժը։ Այսինքն Մակրոնը ամեն ինչին անդրադարձավ, ինչը Հայաստանի համար կարևոր է, Հայաստանի ժողովրդի համար կարևոր է։ Քաղաքական հայտարարությունների մասին մենք մեր նախորդ հաղորդման ընթացքում մանրամասն խոսել ենք։ Կարծում եմ կարևոր է անդրադառնալ Բելարուսիայի արտգործ նախարարության հայտարարությանը Ալեն Սիմոնյանի հարցազրույցին են փորձել արձագանքել եւ փորձել են ապացուցել, թե իրենք իբր սուվերեն երկիր են եւ բողոքի նոտա են հղում Հայաստանին, փաստացի աչքովս ընկավ, որ Հայաստանի հավատարմատարին նույնպես կանչել են իրենց արտգործ նախարարություն, բայց կարևորը այստեղ այն է, որ երեք Ալեն Սիմոնյանը շատ լավ արձագանքեց, կրկին շատ լավ արձագանքեց ՀԱՊԿ-ին, Բելարուսիայի պահվածքին 44-օրյա պատերազմում շատ կոշտ եւ լավ արձագանքեց եւ նույնպես արձագանքեց Ռուսաստանից եկող հայտարարությունների դիրքորոշումների վրա։ Ամենայն անկեղծությամբ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները շատ դուր են գալիս, հատկապես վերջերս ինձ, քանի որ ինքը փորձում է բոլորին շատ համարձակ ձևով եւ ազնիվ ձևով
իր տեղը դնել։ Ռուսաստանը այսօր այն իրավիճակում չէ, որ մեզ թելադրի, թե ինչպես է շարժվելու Հայաստանը։ Հասկանում ենք, որ ահռելի հիբրիդային պատերազմ է սկսել ընդդեմ Հայաստանի, բայց այսօր մենք պետք է նաև մեկ բան լավ գիտակցենք, որ իրենք ի վիճակի չեն նույնիսկ մայիսի 9-ի շքերթը անցկացնելու անվտանգ։ Իմիջայլոց շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու այդ շքերթին։ Չնայած որ Ռուսաստանի դեսպանությունից Ռուսաստանի դեսպան Կապիրկինը հայտնում է, որ բարեկամ երկրների շարքում է նաև Հայաստանը, ում հրավիրել են, եւ Հայաստանի վարչապետին նույնպես հրավիրել են մասնակցելու տոնախմբություններին, բայց շատ լավ է անում Փաշինյանը, որ կարծես թե չի գնալու, քանի որ մենք տեսանք իր հայտարարության մեջ, որ նախընտրական ծրագրերով մայիսի 8-ին, 9-ին ինքը լինելու է Հայաստանում եւ անցկացնելու է իր նախընտրական ծրագիրը։ Դրանից ելնելով, քանի որ կետ նշված է, թե որ ժամին որտեղ են լինելու, ես կարող եմ ենթադրել այն, որ Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ չի մեկնելու Մոսկվա։ Եվ եթե անկեղծ լինենք, նաև անվտանգության լուրջ խնդիր է առաջանում։ Քիչ առաջ ասացի, որ բավականին լուրջ է իրավիճակը եւ հավանականությունը շատ մեծ է, որ Ուկրաինան կարող է ԱԹՍ-ներով հարված հասցնել Կարմիր հրապարակին։ Փաստացի նման հայտարարություն հնչեց նաև Հայաստանում, չէ՞։ Եվրոպական համայնքների գագաթնաժողովի ժամանակ Զելենսկին հստակ հայտարարեց, որ նման բան կարող է տեղի ունենալ, այսինքն անվտանգության նկատառումներից էլ ելնելով ես կարծում եմ, որ Փաշինյանը ճիշտ է անում, որ չի մասնակցում, երկրորդը Հայաստանում իրոք նախընտրական շատ դժվար ծանր պայքարի մեջ է Հայաստանը եւ հիմա ամեն մի օրը չափազանց կարեւոր է եւ երրորդը դա Պուտինի անհարգալից վերաբերմունքներ վերջին հանդիպման ժամանակ ապրիլի սկիզբը չէ կարծես երբ որ ինքը փորձեց Նիկոլ Փաշինյանին շատ վատ իրավիճակում դնել եւ ստացավ պատասխան կարող ենք մի քանի խոսքեր խոսել Երևանյան դիալոգի մասին շատ կարևոր միջոցառում էր հետաքրքիր հայտարարություններ հնչեցին Արարատ Միրզոյանն էլ մի քանի կարևոր հայտարարություններ արեց առանձնացրել եմ այն որ փաստացի Հայաստանի արտգործնախարարի խոսքերով եկել է այն պահը այս երկար շփումներից հետո Թուրքիայի հետ որ մենք պետք է տեսնենք արդեն գործնական քայլերի լավ է որ Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործով հատուկ բանագանացը նույնպես մասնակցում էր այդ ֆորումին եւ իրոք շատ կարեւոր հայտարարություններ հնչեցին, բայց Միրզոյանի ուղերձը եւ խոսքը այն էր, որ ահա այս ակտիվ շփումներից հետո շատ տրամաբանական է, մենք պետք է արդեն սպասենք կոնկրետ գործնական քայլերի եւ այն փաստաթղթի ստորագրումը, որով որ Հայաստանը եւ Թուրքիան վերանորոգում են անի պատմական կամուրջը, դա այդ գործընթացի կարևոր մեկնարկն է, փաստացի։ Ընդհանուր եթե մենք փորձենք ամփոփել եվրոպական քաղաքական համայնքների գագաթնաժողովը Հայաստանում, Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովը, ապա մեզ համար մեկ բան պարզ կդառնա, որ նախ ամենակարևոր արձանագրումը դա է, որ այս կարևոր միջոցառումները նորմալ եւ անխոչնդոտ մենք կարողացանք անցկացնել, ոչ Իրանի պատերազմը Իրան-Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմը դրան խոչընդոտ չեղավ, չնայած վերջի օրը մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ փաստացի շատ քիչ էր մնացել որ պատերազմը վերսկսվեր, Իրանը արդեն սկսեց հարձակում արաբական երկրների վրա, բայց դա շատ արագ կանգնեցրին, Պակիստանը օգնեց այդ գործում։ Մենք տեսնում էինք հյուսիսից կատաղի արձագանքներ, տեսնում էինք Հայաստանի ընդդիմադիր կոչվածների ինչ-որ փոքրիկ ցույցերը, լավ է որ ժողովուրդը չէր միանում իրենց նույնիսկ իրենց աջակցող ժողովուրդը նորմալ ձևով չմիացավ, հասկանալով որ դա ընդդեմ Հայաստանի եւ խայտարակություն կլիներ Հայաստանի համար, հակառակը շատ լավ ջերմ եւ ճիշտ ընդունելություն Հայաստանի ժողովուրդը արժանացրեց եվրոպական առաջնորդների, շատ կարեւոր էր սա եւ այս միջոցառումները, այս լավ ընդունելությունը միանգամայն Հայաստանի դերը դիրքերը աշխարհում մի քանի անգամով բարձրացրին։ Սակայն ամենակարևորը ինձ համար
այն էր, որ կրկին մեկ անգամ եվրոպական առաջնորդները տարբեր երկրների ղեկավարներ բացատրեցին, ասեցին այն, ինչ ես ասում էի, թե որքան կարևոր է իրենց համար Հայաստանն եւ Հայաստանի դիրքը։ Հաստատի մենք կարող ենք արձանագրել արդեն մեկ բան, որ ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմը, այլ նաեւ Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև պատերազմը, Հորմուզի փակ լինելը, ինչքան էլ մեծ ռիսկեր եւ վտանգներ առաջացնում մեզ համար, այդքան էլ մեծ հնարավորություններ է փաստացի ստեղծում մեր համար։ Ճիշտ է, մենք եթե դա նոր ենք սկսել տեսնել, նորասելով մի քանի ամիս է։ Եվրոպացիները դա շատ ավելի վաղուց էին տեսնում, քանի որ Ուկրաինայի դեմ երբ պատերազմը սկսվեց, շատ բան պարզ դարձավ, արդեն հյուսիսից լոգիստիկ ուղիները խափանվեցին։ Իրանի շուրջ իրավիճակը միշտ էլ լարված էր եւ միշտ էլ Եվրոպան սպասում էր այդ պատերազմին, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ այն, որ Պարսից ծոցի երկրները կխառնվեն, ամեն ինչ կխառնվի, նույնիսկ Հորմուզի նեղուցը կարող է փակվել։ Բայց հիմա իրենք ավելի վստահ տեսան, որ այդ ամենը տեղի ունեցավ եւ միակ ճանապարհը, փաստացի միակ իրական մոտ ճանապարհը եւ ոչ թե օվկիանոսներ շրջանցելով իրականում մոտ ռեալ ճանապարհը դա Հայաստանն է, Հայաստանով է, որ իրենք կարող է արևելքի հետ կոմունիկացիա ունենան։ Խզվեց կապը Իրան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատերազմի պատճառով Իրաք, Սիրիա, գիտեք, ինչքան բարդ էր այնտեղ էլ խզվել էր իրենց կապը հյուսիսով եւ միայն ռեալ կապը, իրական կապը մնում է Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Կասպից ծով եւ դեպի արևելք, ազատ ճանապարհ։ Դրա համար բոլորը եկել էին Հայաստան, ճիշտ է որոշումը շատ ավելի վաղուց էր կայացվել, բայց կրկնեմ, իրենք ավելի լավ են տեսնում ամեն ինչ եւ ավելի հեշտ է իրենց կանխատեսել, քան մեզ։ Նախ իրենց մոտ է ամեն ինչ ավելի པարս եւ լավ երևում, հետո մենք ենք կարող այդ մասին խոսել, իսկ մեզ հիմա པարզից པարս երևում է նաեւ իրենց հայտարարությունների շնորհիվ ավելի པարս, թե որքան կարեւոր դիրք եւ տեղ ունի Հայաստանը Եվրոպայի համար։ Եվ մենք միանշանակ պետք է օգտվենք մեր կարևոր դիրքից։ Հիմա խոսենք թե ինչ է տեղի ունենում աշխարհում Իրանի շուրջ հատկապես։ Թրամփի հայտարարությունները իրարամերժ հայտարարությունները, երբ որ մենք տեսնում ենք երեկոյան հայտարարություն, մեզ մոտ արդեն գիշեր է, առավոտ կրկին արթնանում ենք, տեսնում ենք, որ մեկ օրվա մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այնտեղ առավոտյան եւ երեկոյան Թրամփը իր հայտարարությունները փոխել է։ Մինչև պատրաստվում ենք մեկ հայտարարության անդրադառնալ, արդեն առավոտյան լրիվ այլ հայտարարություն ենք տեսնում։ Եվ սա է փաստացի իրականությունը։ Թրամփը երեք հայտարարեց, որ իրեն դուր չի գալիս, որ իր հետ իրենք այդ կան իրանցիները հարկանքով են խոսում, բայց նույն ժամանակ հետո խաղեր են տալիս, այլ հայտարարություններ են անում։ Թրամփը բոլորին փորձում է ապացուցել այն, որ Իրանը փորձում է պայմանավորվել, բանակցում է, բայց պաշտոնապես այլ հայտարարություններ են հնչում։ Եվ Թրամփը ահա այդ ֆոնի վրա ասում է, որ Իրանը մեծ սպիտակ դրոշ պետք է բարձրացնի կապիտուլյացիայի։ Եվ դրանից բացի ինքը հույս է հայտնել, որ Իրանի տնտեսությունը, ֆինանսական համակարգը շուտով կփլվի։ Կարևոր է նաև նշել, որ ավիակիր Ջորջ Բուշը արդեն մտել է տարածաշրջան եւ գտնվում է Մերձավոր Արևելքում։ Այս ավիակիրների մասով տարբեր հակասական տեղեկություններ կան, բայց ամենայն հավանականությամբ երրորդ ավիակիրն է, որ հիմա գտնվում է տարածաշրջանում։ Բայց ամենակարևորը կարծում եմ դա չէ, այլ այն է, որ Թրամփը ասում է, թե իրենք դադարեցնում են ազատության ծրագիրը Հորմուզի նեղուցում եւ դրա համար իրենց խնդրել է Պակիստանը։ Իսկական երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 2-3 օր առաջ հայտարարեցին, որ սկսում են ազատության ծրագիր Հորմուզի նեղուցում, որպեսզի տարբեր շրջափակման մեջ գտնվող, խցանման մեջ գտնվող նավերին դուրս բերեն Հորմուզի նեղուցից, մենք տեսանք, թե ինչպես Իրանը արձագանքեց, սկսեց հրթիռակոծել արդեն
Պարսից ծոցի երկրները եւ շատ արագ փաստացի Պակիստանը միջամտեց, խնդրեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին, իրանցիների հետ կապի դուրս եկան, Իրանն էլ չէր ուզում, որ պատերազմը վերսկսվի, փաստ է, որ դա երևում է նույնպես, իրենք ճիշտ է այդ հրթիռները 4 հրթիռ արձակեցին, բայց նույն ժամանակ չեն ցանկանում, որ պատերազմը վերսկսվի, Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեն հարվածել, կարծես թե Թրամփն էլ չի ցանկանում մեծ հաշվով, որ պատերազմը վերսկսվի, դրա համար իրենք ձեռնտու էր պայմանավորվեցին Պակիստանի միջոցով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիմա հայտարարում է, որ դերևս դադարեցնում է այդ ազատության ծրագիրը Հորմուզի նեղուցում։ Կարևոր է նաև նշել այն, որ Մարկո Ռուբիոն էլ է մի քանի հայտարարություն արել, ասում է, որ պատերազմը ընդդեմ Իրանի ավարտված է, բայց Թրամփը միշտ նոր վերջնագրեր է ներկայացնում։ Այն 3 օրվա վերջնագիրը վաղուց անցավ, 3 կամ 2 օր առաջ նոր վերջնագիր ներկայացած, կարծես 3 էր, 1 շաբաթ ժամանակ տվեց Իրանին եւ հիմա էլ խոսում է այն մասին Թրամփը, որ արդեն պայմանավորվում են Իրանի հետ։ Ես չէի շտապում սա ասել, քանի որ Թրամփն է այդ հայտարարությունները անողը, բայց նա ասում է մենք արդեն պայմանավորվում ենք եւ Իրանը համաձայնվում է չստեղծել ատոմային զենք եւ եթե Իրանը համաձայն է տալ այնինչի շուրջ համաձայնություն պետք է լինի, ապա էպիկ ցասումը կավարտվի, ասում է Դոնալդ Թրամփը։ Բայց եթե նրանք չհամաձայնվեն, կսկսեն կրկին ռմբակոծել ավելի մեծ ուժգնությամբ։ Բենյամին Նետանյահուն էլ հայտարարել է, որ գրեթե ամեն օր խոսում է Դոնալդ Թրամփի հետ եւ ունեն ընդհանուր նպատակներ։ Այսինքն Դոնալդ Թրամփը առանց Իսրայելի երևի թե որոշում չի կայացնելու, այդպես է հասկացրել Բենյամին Նետանյահուն։ Եվ հիմա կարևոր է հասկանալ, թե Դոնալդ Թրամփի այս հայտարարությունը, որ նոր բանակցություններ են տեղի ունեցել, կարծես առաջընթաց կա, որքանով դա համապատասխանում է իրականությանը, միջայլոց Էմանուել Մակրոնն էլ կապնվել է Իրանի նախագահի հետ եւ ասել է, որ անընդունելի է այն ինչ անում է Իրանը Արաբական Միացյալ Էմիրությունների ենթակառուցվածքների դեմ հրթիռների արձակումը։ Հիշում եք Հայաստանում էր խոստացել, որ անպայման կզրուցի Իրանի նախագահի հետ։ Բայց ամենակարևորը կարծում եմ հիմա այն է, ինչ տեղի ունենում Ուկրաինայի շուրջ, Զելենսկին հայտարարել է, որ լռության այդ օրերը, ժամերը խախտել է Ռուսաստանը եւ իրենք կվարվեն համապատասխանաբար եւ ասում է, որ իրենք հասան այն փաստացի իրավիճակին, որ նույնիսկ շեքերթը չեն կարող արդեն անցկացնել նորմալ ձևով Ռուսաստանի Դաշնության մեջ, այսինքն Մոսկվայում, Կարմիր հրապարակում, իսկ Ռուսաստանի արտգործ նախարարությունը այդ հայտարարություններից հետո հայտարարել է, որ կոչ է անում դիվանագետներին դուրս գալ Կիևից եւ Զախարովան էլ ասում է, որ մենք կարող է եւ հարված հասցնենք Ուկրաինայում, Կիևում որոշումներ կայացնելու կենտրոններին։ Այդ թվում երևի թե Զելենսկին կարող է փորձեն վերացնել, բայց չեմ կարծում, որ նման բան կարող են անել եւ ընդունակ են ընդհանրապես անել, բայց սպառնալիքներից մենք հստակ դա ենք հասկանում։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։